Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Եվրամիությանը մեղադրել է եվրոպական արժեքներից հետ կանգնելու համար, նշել դա է Թբիլիսիի եւ Բրյուսելի միջև բարդ հարաբերությունների հիմքը։ Անհնար է հարգել ժողովրդավարությունը, այսինքն ժողովրդավար իշխանությունը եւ միևնույն ժամանակ միջամտել այդ ժողովրդի ընտրությանը, նշել է Պապուաշվիլին։ Նա հերթական անգամ մեղադրել է եվրոպացի դեսպաններին Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին միջամտելու եւ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի այլ դրույթներ խախտելու համար։ Վրաց ժողովրդի հետ հարաբերությունները վերականգնելու Բրյուսելի ուղին եվրոպական արժեքների նկատմամբ հարգանքի միջոցով է, Facebook-ի իր էջում գրել է Պապուաշվիլին։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Կավելաշվիլու Միացյալ ազգային շարժում կուսակցությունը սահմանադրական դատարան հայց կներկայացնի իշխող վրացական երազանքի դեմ։ Այդ մասին հայտնել է ընդդիմադիր ուժի առաջնորդներից Լևան Բեժաշվիլին։ Նրա խոսքով վրացական երազանքի դեմ հայցերը կներկայացվեն փուլ առ փուլ։ Առաջին փուլում ընդդիմությունը կվիճարկի Թեած Ուլուկյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի եզրակացությունները։ Համապատասխան հայցն արդեն ուղարկվել է սահմանադրական դատարան։ Երկրորդ փուլում կբողոքարկվեն այն օրենքները, որոնց հիման վրա իշխանությունները ձգտում են հասնել քաղաքական կուսակցությունների լուծարմանը։ Բեժաշվիլու խոսքով ընդդիմադիրներն այդ որոշմանը հանգել են միջազգային գործընկերների եւ իրավունքի ոլորտի փորձագետների հետ խորհրդակցելուց հետո։ Իսկ հաջորդ քայլը կլինի մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը։ Ավելի վաղ վրացական երազանք կուսակցությունը դիմել էր սահմանադրական դատարան, պահանջելով չեղյալ համարել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած 3 ընդդիմադիր ուժերի՝ Միացյալ ազգային շարժման, փոփոխությունների կոալիցիայի եւ Ուժեղ Վրաստան կուսակցության գրանցումը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ վերջին բանակցությունների ընթացքում դրական արդյունքներ են գրանցվել F-35 կործանիչների ծրագրին Անկարայի մասնակցության հարցում։ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ այդ խոստումները կկատարվեն։ Թուրքիայի ղեկավարը տեղեկացրել է, որ առաջընթաց կա նաև Eurofighter կործանիչների գնման շուրջ բանակցություններում։ Միևնույն ժամանակ նրա խոսքով Թուրքիան նոր հնարավորություններ կստանա սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացման շնորհիվ։ Էրդողանն անդրադարձել է նաև Գազայում իրավիճակին, ընդգծել Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում անկլավին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Տարածաշրջանային լրատվամիջոցները վկայակոչելով իրենց աղբյուրները գրել են, որ Անկարան մշակում է միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակում Գազայի հատված հարյուրավոր զինվորներ ուղարկելու ծրագիրը։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ դեմ է անկլավում թուրքական զորքերի ներկայությանը, սակայն Միացյալ Նահանգներն այդ հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մեկնել է Վաշինգտոն, Հական Ֆիդանին ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Դիվանագետներն անդրադարձել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի, առավելապես Գազայում հրադադարին եւ ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Մերձավոր Արևելքում կայունության պահպանման հետագա քայլերը, աջակցություն հայտնել արդեն գործադրված ջանքերին։ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին դադարեցնելու ռուսական էներգակիրների գնումները, ինչը Վաշինգտոնի համոզմամբ կնպաստի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանը։ ԱՄՆ նախագահի խոստովանությունը Իրանի դեմ Իսրայելի վարած պատերազմը ղեկավարելու վերաբերյալ դատարանում կօգտագործվի որպես իրանական կողմի դեմ ագրեսիային Վաշինգտոնի մեղսակցության ապացույց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղայիի խոսքով Իրանն այդ հայտարարությունը շրջանառել է ՄԱԿ-ում եւ ուսումնասիրում է Միացյալ Նահանգների դեմ միջազգային բողոքներ եւ հայցեր ներկայացնելու բոլոր հնարավորությունները։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիմակայելու ցանկացած ռազմական ագրեսիայի։ Նրա խոսքով Իրանի եւ Արևմուտքի հակամարտության լուծման բանալին վերջինիս մոտեցման փոփոխությունն է։ Լարիջանիի պնդմամբ Արևմուտքը պետք է հրաժարվի գերիշխանության ձգտումից։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն էլ հայտարարել է, որ երկրի պաշտպանական արտադրանքի որակն ու քանակը ներկայումս ավելի բարձր է, քան եղել է 12-օրյա ռազմական գործողություններից առաջ։
Իրանում ջրային ճգնաժամը սրվում է։ Թեհրանի իշխանությունները հաստատել են, որ այժմ խմելու ջրի մատակարարումը գիշերային ժամերին կսահմանափակվի, որպեսզի հնարավոր լինի լցնել քաղաքային ջրամբարները։ Մայրաքաղաքի մոտակայքում այժմ գործում են առնվազն 5 խոշոր ամբարտակներ, որոնք ապահովում են Թեհրանը խմելու ջրով։ Ըստ պաշտոնական տվյալների, ամբարտակներում ջրի ծավալները կրիտիկական են եւ հասել են վերջին 100 տարվա ընթացքում նվազագույն մակարդակին։ Ջրային ճգնաժամի սրման պատճառն արդեն մի քանի տարի շարունակվող երաշտն է։ Այս տարվա ամռանը երկրում գրանցվել է վերջին 60 տարվա ընթացքում ամենաուժեղ տապը, որն ուղեկցվել է նաև էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներով։ Նման իրավիճակում երկրի կառավարությունը պատրաստվում է վատթարագույնին։ Օրերս Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը չի բացառել, որ Թեհրանի բնակիչներին ստիպված կլինեն տարհանել։ Իշխանությունները լրջորեն դիտարկում են նաև մայրաքաղաքը Պարսից ծոցի ափ տեղափոխելու հարցը։ Ոլորտի փորձագետները նախազգուշացնում են, ջրային ճգնաժամն արդեն դժվար է կանգնեցնել։ Ադրբեջանական Ազերիլայթ ապրանքանիշի 1 բարելի գինը համաշխարհային շուկայում նվազել է 0.200 դոլարով կամ 0.300%-ով, հասնելով 65.08 դոլարի։ Brent տեսակի նավթի գինն էլ կազմել է 62.5 դոլար։ Ջեյհանում ադրբեջանական նավթի գինը նվազել է 0.800 դոլարով կամ 0.12%-ով, 1 բարելի դիմաց հասնելով մինչև 62.89 դոլարի։ Ադրբեջանի ընթացիկ տարվա պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 70 դոլար 1 բարելի դիմաց։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոպական երկրներից Ադրբեջան է այցելել 167,740 զբոսաշրջիկ, ինչը 21.7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Թեև Արևելյան Եվրոպայից այցելուների թվով առաջատարը մնում է Ուկրաինան, սակայն այդ երկրից ևս այցերը կրճատվել են 22.8%-ով։ Նրան հաջորդում են Բելարուսը, Լեհաստանը եւ Մոլդովան։ Արևմտյան Եվրոպայի երկրներից 9 ամսում Ադրբեջան է ժամանել 83,482 զբոսաշրջիկ, որոնց շարքում էլ առաջատար են Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Իտալիան։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։